Կառուցություն ազգային ժողովի մեծարգո փոխնախագահ, արգելի գործընկերներ, սիրելի քաղաքացիներ, ուզում եմ նախ արձանագրել, որ ընդդիմությունը իր սովորության համաձայն փախավ դահլիճից, ինչպես սովորաբար անում է իր պաթետիկ տեքստերը արտաբերելուց ու կամ արագ-արագ արտասանելուց հետո, ու անցնեմ արդեն բունյութին։ Սերժ Սարգսյանի թիմակիցները այստեղ այս ամբիոնից ըստ երևույթին խիստ զարմացած էին, որ հնարավոր է լինել երկրի վարչապետ եւ չօգտագործել օրինակ թմրանյութեր։ Ես վստահ եմ, որ Սերժ Սարգսյանի թիմակիցները շատ խիստ կզարմանան, եթե իմանան, որ հնարավոր է լինել երկրի ղեկավար ու ահռելի կարողություններ տանուլ չտալ տարատեսակ խաղատներում։ Վստահ եմ, շատ խիստ կզարմանան այդ ամեն ինչը իմանալով, բայց ամեն դեպքում բարի զարմանք եմ մաղթում նրանց։ Ինչևէ, բայց ես մի ուրիշ բանի եմ ուզում խոսամ, ուրիշ բանի մասին եմ ուզում խոսամ, մի յուրատեսակ լկտիության, որը վերջին շրջանում պարբերաբար դրսևորվում է ընդդիմադիր ֆեյքերի հիմնականում, բայց այսօր արդեն դրսևորվեց նաև ընդդիմադիր падգամավորների կողմից, ու այս լկտիությունը ներողություն եմ խնդրում, բայց ես անպատասխան թողնել չեմ պատրաստվում։ Ուրեմն մի օր Դալիճում հենց այստեղից ելույթ էի ունենում, Դալիճից Սեյրան Օհանյանի կառավարումն էի քննադատում պաշտպանության նախարարությունում։ Սեյրան Օհանյանը տեղից հետևյալն ասում է, կարող է մի հատ էլ ասես, որ բանակը քեզ ներքնաշոր չի տվել։ Ասում եմ, պարոն Օհանյան, այդ նորություն է, որ չի տվել, ոչ ինձ ա տվել, ոչ 100,000-ներին ա տվել մյուս Հայաստանի Հանրապետության բանակում ծառայած։ Հիմա ուրեմն այս լկտի սանձարձակների կուրատորները ինչ են արել։ Բռնել են, սա սարքել են sense մի հատ քաղաքական խոսույթ, որով իրանց արևին թիրախավորում են ինձ։ Ասում են, այ դու բանակում չես ունեցել ներքնաշոր։ Հարգելի ընդդիմադիր գործընկերներ, ես բանակում ունեցել եմ ներքնաշոր։ Այ ուրիշ բան, որ դուք զինվորների ներքնաշորը տարել ու կերել եք։ Փոխաբերական իմաստով եք կերել, բայց դուք ներքնաշոր ուտողների իշխանություն եք եղել, որտեվ դուք զինվորներից գողացել եք ներքնաշորը։ Ինձնից չէ 100,000-ավոր զինվորներից Հայաստանի Հանրապետությունում չի եղել զինվոր, որը ծառայի ու բանակում իրան հասանելիք, օրինակ Ծելնյաշկան կամ մյուս ներքնաշորը իրեն տրամադրեն։ Խի չի եղել, որովհետև դուք դա տարել ու կերել եք։ Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին բանակում կերել են բանակից զինվորների ներքնաշորերը։ Հիմա եկել են իրանց լկտիությունը այն աստիճանի է, որ այդ ամեն ինչի միջով անցած զինվորներին ասեն կարա սենց իրանք են էլի որպես մեղադրանք են օգտագործում։ Հա, նասկի են կերել, այո, գուլպա են կերել, զինվորի գուլպա են կերել, ամեն ինչ կերել են, ինչ տեսել են, կերել են այս մարդիկ ու իրանց թվում է, որ իրանք այն աստիճանի լկտիացել են, որ կարան դա օգտագործեն որպես թիրախավորում դիմացինի։ Բայց ասենք մյուս կողմից է զարմանալի չի, բա որ չուտեին, բա որ ներքնաշոր ու նասկի չուտեին զինվորի, այդ ոնց պտի այդ ասաբնյակները գցեին, այդ ոնց պտի գնային Բադեն-Բադեններում, կազինոներում կրվեին, այդ ոնց պտի ամեն անգամ իրանց կներեք 1000 ներողություն այս արտահայտության համար, իրանց քթի զապրավկի փողը ունենային, շնորհակալություն։ Մեր ընդդիմությունը մի, ասենք, ավելի լավ նվեր, որովհետեւ մի քաղաքականուց չէր կարա պատկերացնել, ոչ խոսում են, ոչ բան են առաջարկում, ոչ ելույթ են ունենում, ոչ որևիցե բանի մասնակցում են, բայց գալ ինչ որ բան ասել ու ծլկել դահլիճից չեմպիոն են, չեմպիոն։ Գառնիկը Դանիելյան գալիս ասում է, հայոյում եք, թքում եք, եղբայր, մարդ սպանելով, ոչնչացնելով, երկրից արտաքսելով խմբակցությանը ղեկավարից հետ բռնած, ասենք դրա մաստեր սպորտ են, եկել ես ինչից ես խոսում։ 7 տարիա մեզ սադրում են, 7 տարի վիրավորում են գնում հետևներիցս, էլ լրագրողներով, էլ փողոցայիններով, էլ զիբիլի վրի կատուներով, Ղարաբաղից բերած, էլ տարբեր տեղերից փող վեկալած ոչնչություններով, 7 տարի, բանա, դեպք չելենք, միտեղ մեկը ասելա սրա ակաժները կկտրեմ, մեկ էլ միտեղ մի հատ դավաճան սրիկա, որ իր տղաներին փախցրելա, որ հանգարցակի բանակում չծառայեն 4 տղա ունի Հայաստանում ապրում է, մեկը թքելա վրեն։ Այ քեզ բան։ Հələ մենք դրա համար պատասխանատվություն ենք կրում, մենք դրա համար պատասխանատվություն ենք վերցնում, ձեր զերո պատասխանատվությունը։ Մի օր Վազգեն Մանուկյանին կբերենք sense դատարկ բաժակի պես կդնենք, մի օր Սրբազանին կբերենք, որը իդեպ նես չի, որ բավականին հետաքրքիր բառապաշար ունի, հա, այն գլխի ձունգայից բռնած թե չգիտեմ, այդ ինչի չէին նեղանում շրթունքներից եւ գլխի ձունգայից, երևի հարմար չէին նեղանում։ Հիմա եկել են այստեղ բոլորը սուրբ են խաղում, են Մամիջանյան Հայկը։ Նախ լավա որ մեկ-մեկ գոնե գալիս են, իմանում ենք այստեղ տենց խմբակցություն կա, չէ, ոչ գալիս հարց են տա, դե մենք չենք իջնում իրանց մակարդակին, խոսում են վարչապետ, խոսալու ձևից։ Ասենք, չգիտեմ, այն թող իրա մի հատ իր շեֆին բան այն, որ կոշիկ էր շպրտում, ապակի էր ջարդում, մարդկա տենց է խոսում,
մարդ կա րոպե մեկ գալիս է ստեղ չեմ ուզում այդ բառը ասեմ ումից Աստված երես թեքել, գիտեք ումից Աստված երես թեքել, այդ ոչի մեջ է խոսում, գիտենք քաղաքական գործիչ է։ Մարդ էլ կա, իր ուխորտի ղեկավարին է ուզում անընդհատ նմանվի, չի հասկանում, որ մնացած բոլորը ուզում են հանգարց իրանց ուխորտի ղեկավարին ոչ մեկ չնմանվի։ Ինքն էլ գիտենք քաղաքական գործիչ է։ Մեկ էլ սենց հանում մտածելու տպավորություն է թողում։ Դուք նվեր եք, բա ամենածիծաղալուն գալիս է, Տիկին Տյուրեղյանը ՔՊ-ի բան գալիս խոսում է, ու ամենածիծաղալուն գիտեք որն է։ 0 ձեն են կարում համարեն, հավաքեն։ Իրանք ձեն չեն կարում հավաքեն։ ՔՊ-ն պարտություն կրեց էս ինչ տեղը, դուք մերից ինչ գործ ունեք։ Միտեղ երկրորդ տեղն ենք բռնե, միտեղ առաջի տեղն ենք բռնե։ Դուք կարում եք մասնակցեք ընտրությունը, ես չեմ հասկանում, իրենք չեն կարում մասնակցեն այդ ընտրությունը, գայս մնացածի գնահատականն են տալի։ Այո, հաղթարշավը շարունակվում է։ Դուք այդ հաղթարշավի հետ ինչ կապ ունեք, դուք իրար մեջ որոշեք ձեր մեջից ով է ում իշխանություն տվել, բայց իրականում թաքցրեք այն իրական պատճառը, այն խանդը, այն նենգությունը, որ ձեր մեջ կա ու ծակել է։ Կամ ասենք են, որ խոսում են, ասում են, բանա, իսկ անդերը ստեղ չկիրառեցիք, այնտեղ չկիրառեցիք, բա ԱՏՍ-ները, բա 30 տարի առներ շեֆդ այդ ԱՏՍ-ները։ Բա 80-ականների զենքերով խինք 80 թվականներին ԱԹՍ չկար։ Բա ինչի կոնսերվի բանկեկով, բա առնեիք։ Մենք բանակին ձեր չենք տվել, կամ այդ որ ասում եք սուերը բերել եք, այդ կարող է տես մենք նստել ենք, մենյուն բացել ենք, նայել ենք, ասել ենք մի հատ ինչ վերցնենք, ձեր զինվորականներն են բան արել խորհուրդ տվել, զինվորականներն են խորհուրդ տալիս, ասում են մեզ էս ա պետք, կամ մեզ այն ա պետք, կամ ցեղասպանությունը ով է ուրանում, հարցնում է Քրիստինեն Վարդան, ձեր առաջնահերթությունը ո՞րն է, մեր առաջնահերթությունը, որ ցեղասպանություն չլինի, ցեղասպանություն այլևս չլինի, մեր առաջնահերթությունը խաղաղություն հաստատելն է, ես հասկանում եմ, որ ձեր առաջնահերթությունը ողբն է, որտեղ դուք ողբի վրա կարող եք կառուցել ձեր գոյությունը, չկա ողբ, չկա այն վտանգը, որը որ մենք փորձում ենք նվազեցնել, չկաք դուք, չկաք, ոնց որ հիմա դահլիճում չկաք եւ քաղաքական դաշտում չկաք։ Չգիտեմ էլ ինչ ասեմ ձեզ, ուղղակի ցավալի է, որ այնքան քաղաքական գործիչ չեք, որ ձեզ ինչ որ արդարացումներ եք գտնում, ոչ կարողանում եք օրենք առաջարկեք, ոչ կարողանում եք հարց տալ կառավարությանը, ոչ կարողանում եք դահլիճում նստել, ոչ էլ կարողանում եք իրար մեջ յոլա գնալ։ Շնորհակալություն, մեծարգո նախագահ, հարգելի փոխխոսնակ, հարգելի գործընկերներ, սիրելի հայրենակիցներ, բաներ են ասում ընդդիմադիրները, որ արդեն մենք հոգնել ենք ահավոր, ես գիտեմ, որ սիրելի հայրենակիցներ դուք եք հոգնել եւ զզվել արդեն ընդդիմության բարբերաբար կնկնվող ստերից եւ կեղծիքներից, բայց պետք է անդրադառնանք եւ պարզեցնենք ուրեմն ամեն բան, որովհետև չենք կարող սուտը անպատասխան թողնել։ Նախ առավոտից չկա անդիմությունը, ուր եք ընդհանրապես եւ հիմա ուր եք դուք։ Այդ ձեր հարցերն եկեք Հայաստանի Հանրապետության վարչապետին տվեք, ցեղասպանության մասին եք խոսում, գյուղական ինչ-որ համայնքների մասին գալիս եք, ինչ-որ sense ելույթներ եք ունենում, իբր ահավոր մտահոգված եք գյուղական համայնքների կյանքով։ Եկեք այդ հարցերը վարչապետին տվեք, թե վախենում եք, որ վարչապետը ձեզ քաղաքական իմաստով կտա պատերին, ինչպես որ միշտ։ Դրա համար էլ չեք գալիս այստեղ, բայց ձեզ պատերին տալու բազմաթիվ առիթներ կան եւ բազմաթիվ նաեւ պոտենցիալ քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավորներ կան, հենց որ դուք դրանից չեք խուսափելու։ Այդ ձեր ստերի պատասխանները դուք պետք է ստանաք։ Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները գալիս են ու հələ մի հատ էլ համարձակվում են այստեղ գալ խոսել եւ քաղաքացիական պայմանագիր, ուրեմն կուսակցության իշխանությանը կառավարող թիմին մեղադրել Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցածի համար։ Հանրապետական կուսակցությունն իր իշխանության ողջ տարիներին բանակցել է Լեռնային Ղարաբաղը հանձնելու վերաբերյալ։ Այ կապիտուլյանտ Մամիջանյան եւ Աբրահամյան, որ գալիս տեղ խոսում եք։ Ձեր ղեկավարը Սերժը, որ հիմա իրա վկան եք որպես տեղ հանդես գալիս, իր ողջ կառավարման ընթացքում ուզում էր հանձնել Լեռնային Ղարաբաղը։ Սրան վերաբերյալ չեք ուզում ինչ-որ մի բան ասեք։ Ձեր ղեկավարն այս ամբիոնի մոտից իր ամենավերջին ելույթում հայտարարել է, որ բանակցությունները մտել են փակուղի եւ ըստ էության գուժել է պատերազմի մասին։ Ու փախել է։ Այ պատերազմից փախած կապիտուլյանտներ, չեք ուզում սրա մասին խոսեք։ Խիեք Հայաստանի Հանրապետությունը բերել կանգնեցել պատերազմի առաջ ու փախել ստեղից։ Խիեք փախել պատերազմից։ Ես նոր եմ հասկանում, խի էիք ասում,
Բան, մի խառնվեք Լեռնային Ղարաբաղի ներքին կյանքին, այնտեղ իշխանություններ կան, ազգային ժողով կա, նախագահ կա, մի խառնվեք, մեզ խի եք ասում։ Նոր եմ հասկանում խի եք ասում, որ հանգիստ այնտեղ իշխանափոխություն անեք, հանձնեք Լեռնային Ղարաբաղը մեկ ստորագրությամբ, տանեք ինչ-որ մի տիկնիկի նշանակեք նախագահ, հանեք, հանձնեք Լեռնային Ղարաբաղը։ Սրա մասին չեք ուզում խոսակ, դուք սրա պատասխանը տալու եք։ Պատմական ընթացքը ձեզանից այս պատասխանները ստանալու է միանշանակ։ Այ կապիտուլյանտներ, որ գալիս այստեղ էլի ճոռո սուտ բաներ եք խոսում։ Ուլը մի հատ էլ էս ամեն ինչից հետո ինչ-որ մի հատ դաշնակ գալիս է, ուրեմն Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների այդ վատ նկարներն է ցույց տալիս, մի կողմում էլ 1915 թվականի ցեղասպանության նկարներն է ցույց տալիս ու ինչ-որ համեմատականներ է փորձում անել։ Այ դաշնակ Հələ մի հատ դաշնակների մասնակցությունը պետք է հասկանալ պատմական այդ ժամանակաշրջանում ինչ ա եղել եւ ինչ դերակատարում են ունեցել առհասարակ 1910-ական թվականներին դաշնակցականները նոր հələ մի հատ եկեք ձեզ թույլ տվեք ստեղ նման հայտարարություններ անել իսկ Լեռնային Ղարաբաղը էլի կրկնում եմ դուք եք լուծարել Դաշնակցությունը եւ հանրապետական կուսակցությունն են լուծարել Լեռնային Ղարաբաղը ու Լեռնային Ղարաբաղից տեղահանված մեր հայրենակիցների նկարները որ բերում եք ստեղ ցույց եք տալիս որ ինչ-որ հուզմունքներ առաջացնեք կտանեք կդաջեք ձեր ճակատներին Ռոբերտ Քոչյանի ճակատին առաջինը կդաջեք որ հիշեք հենց հայլու մեջ նայեք հիշեք որ դուք եք Լեռնային Ղարաբաղի հայ ժողովրդին տեղահանել Լեռնային Ղարաբաղից ու հանձնել եք Լեռնային Ղարաբաղը Մեծարգո փոխոսնակ, հարգելի գործընկերներ եւ մեզ հետևող սիրելի քաղաքացիներ, այսօր ես նույնպես ստիպված եմ արձագանքել ընդդիմության մի քանի դիտարկումներին կամ ելույթներին եւ կսկսեմ Տիկին Մկրտչյանի ելույթով։ Ես կարծում եմ եւ ընտրության հնարավորություն եմ տալիս Տիկին Մկրտչյանին ընտրել։ Ինքը կամ ընկալման խնդիրներ ունի, կամ ուղղակի ստախոս մանիպուլատոր է, որովհետեւ վարչապետը երբևէ որևէ ելույթում, որևէ առիթով չի հերքել պատմական իրողությունները, ցեղասպանությունը եւ ընդամենը առաջարկել է հանրությանը քննարկել, թե որ պահից հայաստանցիներին, հայերին թույլ տրվեց խոսել ցեղասպանության մասին որպես պատմական իրողություն։ Տիկին Մկրտչյան, կամ լսել չեք հասկացել, կամ տիպիկ մանիպուլատոր եք։ Տիկին Վարդանյանն ասում է, սիրելի քաղաքացիներ, այսուհետ գնդակը ձեր դաշտում է։ Այո, Տիկին Վարդանյան, հանրության դաշտում է գնդակը, որովհետև սա ժողովրդավար երկիր է։ Բայց եթե չեք նկատել, այդ գնդակով ձեզ հետ խաղալ ոչ ոք տևական ժամանակ չի ուզում։ Ամառ ձմեռ գնդակները ձեռքներից դուրս է գալիս հանրության հետ եւ սպասում որ ձեր հետ գոնե ինչ-որ մեկը կխաղա։ Գնդակը հանրության դաշտում է եւ նրանք արձագանքում են մեզ։ Արձագանքում են օրինակ խաղաղության օրակարգին, աջակցելով։ Աջակցում են մեր ռեֆորմներին, միանում են, սատարում են, վարչապետին դիտարկումներ են ուղարկում եւ տեղի ունենում հանրության հետ, այսպես ասած, գնդակների, մտքերի փոխանակում։ Եվ սա ձեզ համար իհարկե ընկալելի չէ։ Պարոն Աբրահամյանը իրեն հատուկ տոնայնությամբ այսօր կրկին փորձում էր ինչ-որ բաներ գուժել այստեղ, ցավում եմ, որ օրինակ օրվա առաջին մասին ներկա չեղավ քննարկման եւ տեղյակ չէ, որ օրինակ 2018-ի նկատմամբ 2024 թվականի բյուջեն 3.3 միլիարդ դոլարով ավել է, որ 24 թվականին ձեր իսկ թողած տնտեսությունը 43.5, գրեթե 50%-ով ավելի մեծ է 24 թվականին։ Սա դուք չեք նկատի, որովհետեւ դուք երբևէ որևէ պահին Հայաստանի Հանրապետության շահերի սպասարկմամբ չեք զբաղվել։ Ասում եք խոստացել ենք խաղաղություն, ստանում ենք պատերազմ ամենևին։ Ուզում եմ նկատենք մենք բոլորս, որ չնայած ընդդիմության ջանքերի թերագնահատելու այն ինչ ունի Հայաստանն ու Ադրբեջանը այս պահին, դա ամենևին պատերազմ չի։ Դա խաղաղության համաձայնեցված տեքստ է։ Երկու պետությունների խորհրդարանների եւ նախագահների կողմից վավերացված սահմանազատման եւ սահմանագծման աշխատակարգն է։ Եվ սա մենք ձեզ թույլ չենք տալու թերագնահատել։ Եվ ես կարծում եմ, որ այս տնտեսական հաջողությունները հնարավոր են դարձել միայն այն միջավայրի շնորհիվ, որը անհոգնել Հայաստանի Հանրապետության իշխանությունները, գործող իշխանությունները փորձում են ապահովել։ Շնորհակալություն։ Սիրելի հայրենակիցներ, հարգելի գործընկերներ, այստեղ կարծիք հնչեց, որ իշխանությունը եւ իշխանության ներկայացուցիչները վախենում են արտաբերել ցեղասպանություն բառը, ես արտաբերում եմ ցեղասպանություն։ Եվս մեկ անգամ արտաբերում եմ նրանց համար, ովքեր ունեն լսողության խնդիր։ Ցեղասպանություն։ Այժմ տեքստը։
Ընդհանրապես չկողմնորոշված ու կանխատեսելի ընդդիմությունը ինչ դեր եւ նշանակություն ունի պետության գործում, կարծում եմ տեսաբանները սրա մասին կխոսեն։ Սա լավ է թե վատ իշխանության կամ պետության համար, սա նույնպես մեծ հարց է, որը թերևս գիտական ուսումնասիրությունների կարիք ունի։ Սիրելի գործընկերներ, տիկնայք եւ պարոնայք, սա աբսուրդ է, իսկ քաղաքական տեսանկյունից նոնսենս։ Ուրեմն այս ընդդիմությունը եւ մասնավորապես ՊՈՒ-ն Այսպես տիեզերքում նոր մոլորակ հայտնաբերած դեմքով ասում է, թե գիտեք, այս իշխանությունները ունեն հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման օրակարգ։ Խնդրում եմ ուշադրություն դարձրեք, սա ասում է ՊՈՒ ներկայացուցիչը, ՊՈՒ падգամավորը այն դեպքում, երբ հենց այս քաղաքական ուժի ղեկավարի ժամանակ էր, որ մեկնարկել է եւ իրականացվել է ֆուտբոլային դիվանագիտությունը, եւ հենց այս նախագահի հրամանով էր, որ ազգային հավաքականների շապիկների վրայից մի գիշերում անհետացավ Արարատի նկարը, եւ հենց այս քաղաքական ուժի падգամավորն է, որ մեզնից ուզում է պաշտպանել Արարատ լեռը։ Այս նույն քաղաքական ուժի падգամավորները խոսում են բանակից կամ բանակի բավարար լինելու այն պարագայում, երբ նրանց իշխանության օրոք ամբողջ շուկան այսպես ողողված էր մանրամեծածախ բանակի համար վաճառքի ենթակա չէ սննդամթերքներով եւ այլ պարագաներով։ Կողմնորոշվելն առհասարակ ցանկացած իրավիճակում լավ բան է, հարգելի ընդդիմություն։ Ի վերջո կողմնորոշվեք։ Կողմնորոշվեք, թե ձեր ուզածն ինչ է։ Եվ հետո մեծ հոգեբաններից մեկն ասել է, որ սովորաբար խորհուրդ տվեք նրանց, ովքեր ձեզնից այդ խորհուրդը ուզում են, հարցնում են։ Մենք ձեզնից կարծեմ խորհուրդներ չենք լսել։ Եվ այստեղ չեմ կարող չանդրադառնալ ընդդիմության 1-2 կոչ ասեմ, հայտարարություն ասեմ, որ արդեն տևական ժամանակ այսպես պտտվում է։ Սա երկար խոսում է ընդդիմության քաղաքական սնանկության մասին, բայց այնուամենայնիվ մեր արտգործնախարարի վերաբերյալ վայրահաչը եւ որակումները կարծում եմ բոլորդ էլ կհիշեք, որ այսպես սաղմնավորվեց եւ բարձրաձայնվեց Փեսա Միշիկի խոհանոց ստուդիայում, որտեղ բացի խոհարարական գլուխգործոցներից դումի ասա գեներացվում են նաեւ քաղաքական այսպիսի հետաքրքիր մտքեր։ Եվ այս քաղաքական ուժը արքայազնին իրենց հավատարմությունը ցուցաբերելու համար ժամանակ առ ժամանակ ինչ որ որակավորումներից են խոսում, ինչ-որ օմեգաներից են խոսում, մեղա, ուզում եմ ձեզ հիշեցնել, որ ժամանակ առ ժամանակ սոցցանցերում էլ ինչ-որ մի ուդոյ է, այսպես ասած, պտտվում, ինչ-որ Նարիմանով ծածկանունով, գուցե դուք էլ հերքեք կամ հաստատեք, վերջը ինչ են ուզում, այդ Նարիմանովը ինչ է, եւ այլն։ Այսինքն դուք գտնում եք, որ դուք առավոտից իրիկուն կարող եք լրահոսում ամենատարբեր հերհյուրանքները տարածել, պետական ապարատն էլ բանուգործ չունի, առավոտից իրիկուն իր ամբողջ ռեսուրսները պետք է դնի, որպեսզի ձեր հերհյուրանքները հերքի կամ, չգիտեմ, ինչ-որ պատասխան կոչով հանդես գա։ TikTok-յան աստղը կարծում եմ ձեր քաղաքական ուժի ղեկավարներ, որ ահա այնտեղ նստած դինջ նստած էր, իսկ կառավարության ժամանակ դուք կամ չէիք գրանցվում, կառավարության նիստերի ժամանակ կամ չէիք գրանցվում, կամ շատ կամաց եք խոսում, որ ձեր քաղաքական ուժի ղեկավարը հանկարծ քնից չզարթնի։ Դրոշն էլ, որ այսպես այրում եք, չգիտեմ ինչ է, եթե Թուրքիայի դրոշը այրելով մենք կարող ենք ինչ-որ հարց լուծել կամ հայ-թուրքական հարաբերություններում ինչ-որ դրական տեղաշարժ ունենալ, այս դեպքում եկեք կոչ անենք, թե Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի ոչ թե Թուրքիայի մեկ դրոշ, այլ յուրաքանչյուր 10-ական դրոշ այրի։ Տեսնենք Թուրքիայի որ մի շենքից քանի հատ քար են կնելու։ Եվ վերջում ծաղկափոշու մեջ թաթախված գունավոր բզեզին աշխարհը ճոճք էր թվում, մանուշակը ճոճք էր թվում, աշխարհն էլ ծիրանագույն Բուրաստան։ Շնորհակալություն, հարգելի գործընկերներ, հարգարժան փոխոսնակ, ցավոք սրտի նորից անդրադառնալու եմ մեր ընդդիմությանը, բայց մի նկատառում անեմ սկզբից, չգիտես ինչի նրանց թվում է, որ մեր համար գերագույն հաճույք է նստել դահլիճում եւ լսել նրանց մաղձը, չեն պատկերացնում, որ ուղղակի ինչ կարգի ինքնատիրապետում պետք է ունենանք, որ այդ ամբողջ ընթացքում գտնվենք դահլիճում, բայց նրանք երբ մենք ենք խոսում, դահլիճից լքում են։ Ես երկար եմ մտածել, թե ինչի օրինակ Լեռնային Ղարաբաղի մեր հայրենակիցները ունեն դժգոհություն կոնկրետ այն աջակցության ծրագրերի վերաբերյալ, որոնք որ կարող էին ամբողջությամբ իրենց խնդիրները փակեն, տեխնիկական մնացած հարցերը հանած։ Իսկ հասկացել եմ, մեր ընդդիմությունը տեխնիկապես որոշել է մի քաղաքականություն իրականացնել, տարածել հնարավոր բոլոր ապատեղեկատվության միջոցները աջակցության ծրագրերի վերաբերյալ, հետո գալ դրա այդ ապատեղեկատվության արդյունքները քննադատել, ասել արցախցիները չեն օգտվում ծրագրերից։ Այսօր մեր հարգելի գործընկեր Գառնիկ Դանելյանը հերթական ապատեղեկատվության շարքը բստրեց եւ ես ստիպված եմ ամբողջությամբ հերքել այնինչ ասել էր նա։ Նախ առաջինը լեզվամտածողության մասին, վերականգնել ծրագրերը դադարեցվել են, ծրագրերը չեն դադարեցվել, ծրագրերը վերափոխվել են, 115,000 քաղաքացիներից Լեռնային Ղարաբաղի բռնի տեղահանվածներից ընդամենը 53,000-ն է այժմ դառնալու շահառու, իսկ մյուս մասով տեղի է ունենալու անապահովության գնահատական, այսինքն ընտանիքը գնահատվելու է անապահովության մեխանիզմներով, թե ինչպիսի
անապահովության սանդղակին է պատկանում եւ ըստ այդմ ստանալու է աջակցություն։ Ասում են քաղաքացիության բնակարանների ապահովման ծրագրի մասով մի քանի կետ է շեշտում, որոնք որ խնդիր են առաջացրել եւ ամբողջությամբ մանիպուլացվող կոնե լավ ուսումնասիրեիք խնդիրները, մի քիչ շատ շփվեիք այդ քաղաքացիների հետ, ձեզ ավելի մանրակրկիտ կասեին խնդիրները։ Ասում եմ, բանկերը մերժում են, որովհետև քաղաքացիները սև ցուցակներում են հայտնված։ Բանկերը մերժում են միայն այն հատվածը, որը քաղաքացին հավելյալ է ուզում, այն հատվածը, որը որ պետությունն է տրամադրում, պետությունը երաշխավոր է կանգնում եւ բանկը տեղ սև ցուցակը հաշվի չի առնում։ Հավելյալ գումարը, երբ քաղաքացին ուզում է գումարի համար, այդ խնդիրն է միայն, այդ խնդիրն է լուծվելու է մոտակա 1-2 ամսվա ընթացքում։ Ասում է, պետությունը քաղաքացիությունից զրկեց Լեռնային Ղարաբաղի մեր հայրենակիցներին։ Մի հատ եկեք լոգիկայով դնենք իրար հերթականությամբ։ Այս մարդիկ ասում են Արցախի հանրապետություն, այս մարդիկ ասում են Արցախը անկախ պետություն է եղել, այս մարդիկ ասում են Արցախի եղել է սահմանադրություն, նախագահ, հիմա էլ ուզում են այդ նախագահին վերագործարկեն Հայաստանում, բայց այդ ամեն ինչը չեն արել տեղի քաղաքացիները, այսինքն Լեռնային Ղարաբաղի քաղաքացի հասկացողություն չի եղել, բայց եղել է այն ամեն ինչը, ինչ որ իրանք շեշտում են, եղել է Հայաստանի Հանրապետության քաղաքացի։ Ժողովուրդ ջան, կողմնորոշվեք, քաղաքացին մենակ իրավունքների մասին չի, քաղաքացին նաև պարտականությունների մասին է, ընտրվելու, բանակում ծառայելու, իսկ հոկտեմբերի 26-ի որոշմամբ, այո, Հայաստանի Հանրապետությունը վերցրել է ժամանակավոր պաշտպանության տակ, իսկ հիմա էլ խնդրում է, որպեսզի քաղաքացիություն ձեռք բերեք, որպեսզի ամրապնդեք ձեր ցանկությունը մնալու Հայաստանում եւ գործելու եւ արարելու Հայաստանում։ Հաջորդ թեզն էլ կարող եմ ասել, որ տրանսպորտային արտոնություններից չեն օգտվում են եւ իհարկե ատելության խոսքի վերաբերյալ ես կարծում եմ ամենամեծ ատելության խոսքը գեներացնում եք դուք թշնամանք ներմուծելով իշխանություններից սկսած վերջացրած քաղաքացիների մեջ։ Շնորհակալություն։ Հարգարժան նախագահ, հարգելի գործընկերներ, սիրելի հայրենակիցներ, իհարկե չէի անդրադառնա այս թեմային, բայց քանի որ պարոն Մամիջանյանը խոսեց ստից եւ կոչ արեց մեզ գոնե մենք ստից չխոսենք, հիմա պարոն Մամիջանյանի ուզում եմ հարց ուղղել։ Պարոն Մամիջանյան, եթե լսում եք ինձ, ձեր խմբակցությունում կա մի թեկնածու, քաղաքապետի առայժմ թեկնածու Մարտուն Գրիգորյան, ով 2017 թվականին իդեպ իր ստերի քանակը հասարակածը հատել է վաղուց։ 2017 թվականին հետևյալ խոսքերն է ասել, մեջբերեմ. Պարզից էլ պարզ է, որ չեմ կարող լինել մի թիմում, որտեղ կա Գյումրու նախկին քաղաքապետը, նկատի ունենալով Վարդան Ղուկասյանին։ Հասկանալի է, որ մենք չենք կարող անցնել ճանապարհ մի թիմի հետ, որի մաս կազմելով 2009-2012 թվականներին իմ պարտքն եմ համարել պայքարել Գյումրիում ամենաթողության, կեղծ բարեպաշտության, կամայականությունների, եթե իմ ձեռքի տակ չես, իմ դեմ ես կործանարար սկզբունքի, թայֆաբազարության, անկառավարելի ամբոխի, մեկ դերասանի թատրոնի եւ այլ հանդուրժելի երևույթների դեմ։ Գանք հետ մեր օրեր 2025 թվական, նույն ինքը Մարտուն Գրիգորյան, քաղաքապետի թեկնածու դիրքավորված որպես, ինչ էր ասում պարոն Գրիգորյանը։ Քաղաքապետ լինելու պարագայում առաջնահերթ քաղաքում պետք է ապահովեմ հանդարտ, հաշտ մթնոլորտ։ Պարզ հարց է առաջանում, բանալ, պարոն Գրիգորյան, եթե դուք ինձ լսում եք, այս կերպ եք հաշտ մթնոլորտ ապահովելու Գյումրի քաղաքում, ձեր ներդրումային ծրագրերը, այնտեղ ինչ որ խոստանում եք, մուշը ատրակցիոնների կենտրոն է դառնալու, Արցախի թաղամասը մարզը դպրոց է ունենալու, ո՞նց եք ապահովելու այդ ձեր մանդատները տալով Վարդան Ղուկասյանին, ինչպես եք ապահովելու այս սահուն մեկնարկը այս ծրագրերի։ Եվ ամփոփելով խոսքս, ուզում եմ ասել, որ ստերից գոնե դուք մի խոսացեք, պատիվ ունեմ խմբակցության հարգարժան պատգամավորներ, քանի որ Գյումրի քաղաքում քաղաքապետի թեկնածու քաղաքացիական պայմանագիր կուսակցության կողմից առաջադրված Սարիկ Մինասյանը 17000 եւ ավել քվեները, որոնք ստացավ, այդ քվեների տերն է, ծառայեցնելու է իշա գյումրեցու եւ այն բոլոր նպատակները, որոնք սևով թղթի վրա արտացոլվում են, առնվազն թեկուզ եւ դժվարությամբ փորձելու են կյանքի կոչել։ Շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ, հարգելի փոխոսնակ, հարգելի գործընկերներ, քանի որ մեզ տենց կեղծության բանի մեջ մեղադրեցին, ուզում եմ մի հատ մերօրյա անեկդոտով սկսել, էլի, ելույթս, ուրեմն կոմունիստական կուսակցությունը
որոշումա մասնակցի ժողովրդավարական ընտրությունների։ Իրեն ընտրում է առաջնորդ քրիստոնյա նվիրյալի, իրեն աջակցում է հայ հեղափոխական դաշնակցությունը, իսկ ընտրություններից հետո նրան են միանում նժդեհական ուժերը։ Եվ սա իհարկե ծիծաղալու կլիներ, եթե այս արժեքների հանդեպ այս անլրջությունից հետո ի հայտ եկած այս քաղաքական գործիչը իր պաշտոնին էլ անլուրջ չվերաբերվեր ու իրեն թույլ տալ արտահայտություններ, որոնք մաքսիմում կարելի է թույլ տալ բակի տաղավարում, բայց ոչ հանրային գործչի կողմից։ Ինչ է անում այս քաղաքական գործիչը, չգիտակցելով, որ ինքը քաղաքական գործիչ է։ Սկզբից գուժում է աշխարհի վերջը, դրանում մեղադրելով կանանց եւ մտնելով կանանց անձնական կյանք։ Սա մարսում է լրագրողների կողմից։ Չկա արձագանք, հանրության կողմից չկա արձագանք, չկա մեղադրանք եւ այլն։ Մարսում է դե կանցնի հաջորդին եւ ինչ անում հաջորդին, այս դեպքում արդեն տղամարդ իր եւ այլ ենթադրյալ տղամարդկանց սեռաքաղցության մեջ մեղադրում է կանանց հագնվածքը։ Հերթական լուրջ վիրավորանքը մի ամբողջ հանրության կեսին ու էլի լրագրողների կողմից պատշաճ արձագանք չկա, ընդդիմության կողմից ընդդիմության կանանց կողմից պատշաճ արձագանք չկա։ Դրանից հետո դրա համար շարունակում է այս անգամ թիրախավորել իրենից սոցիալապես կախվածության մեջ գտնվող հանրությանը, վիրավորելով նրանց, օգտագործելով իրենից սոցիալապես կախվածության մեջ գտնվելը։ Ինչ է անում լրագրողական հանրությունը, ինչ է անում մնացյալ հանրությունը, ինչ է անում ընդդիմությունը, բացարձակ լռություն։ Դե իհարկե սա իրան թույլ կտար էլ ավելին գնալ ու որոշել, թե օրինակ ինչ խոսույթ պետք է օգտագործի գյումրեցի աղջիկը եւ արգելի սեքսիզմ բառը գյումրեցի աղջկա բերանից։ Իմիջիայլոց ես պատկերացնում եմ ոնց կզարմանա, եթե իմանա, որ դպրոցում սեռական հոլով են անցնում, անձնագրի անգլերեն էջը կարդա ու տենց բաներ, էլի։ Դրանից հետո իր գրասենյակն է որոշում այս ամեն ինչի ջատագովը դառնալ ու 14-րդ դարի աստվածաբան փիլիսոփայի խոսքերով հիմնավորում է ժամանակակից սեքսիզմը այս մարդու։ 14-րդ դարում գոյություն չուներ Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը մերօրյա։ Եվ այո, Տաթևացին չի, որ գրել է մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան կամ մեր սահմանադրությունը։ Եվ այս ուժերի համար դրա համար ես ուզում եմ եւս մեկ անգամ փաստել, որ Հայաստանի Հանրապետությունը աշխարհիկ եւ խտրականություն չհանդուրժող, բոլորը օրենքի առաջ հավասար պետություն է եւ լրագրողներին կոչ կանեմ, որ այն տիպի արձագանք, որ եղավ անձնային վիրավորանքների ֆոնում, հա, որովհետեւ մնացած դեպքեր մի որ աղմուկ բարձրացվեց մեր գործընկեր Վիլեն Գաբրիելյան եւ մյուսների բանը, դրանք անձնական վիրավորանքներ էին եւ ոչ թե սեռական թիրախավորում։ Գոնե նմանատիպ արձագանք լինի այս տիպի հայտարարությունների դեպքում։ Շնորհակալ եմ։ Չի լինելու, պարոն Պարսիլյան, մի եղեք միամիտ։ Հարգարժան պարոն Ռուբինյան, հարգելի գործընկերներ, սիրելի ժողովուրդ, նախ փոքր անդրադարձ այն հարցին, որ մեր Տիկին Կյուրեղյանը եթե չգնա, իր խոսքից կուզենայի մեջբերում անել, որ հայտարարեցիք, որ Գյումրիում հաղթեցինք, եւ այլն ուզում եմ հասկանամ ով հաղթեց, ասենք եթե Մայր Հայաստանը նկատի ունեք 6% ունեցավ, եթե Վարդան Ղուկասյանը 20%, եթե Մարտուն Գրիգորյանը 16%, ով հաղթեց, էլի ուզում եմ հասկանամ հաղթող, բայց մի քաղաքական ուժ, որ 36% է հավաքել, բնականաբար դա է հաղթե, չէ։ Համար ենք, որ մենք դեմոկրատիան այդքան չենք կարևորում, ավելի պարզ ենք նայում, ասում ենք ով շատ ձայն ունի, նա պետք է կառավարություն ձևավորի կամ տիմում կարողանա իշխանություն ձևավորել, չէ՞։ Ու կարելի է այդ օրենքը փոխել, որովհետև իրականության մեջ դեմոկրատական որևէ երկրում չի կարող 60-70% որևէ քաղաքական միավոր ձայն ունենալ։ Տրամաբանական է, որ չի կարող ունենալ։ Եվ քանի որ կոալիցիոն հարաբերությունները կայացած չեն մեր երկրում, երևի ավելի ճիշտ կլինի, որ քաղաքական ուժը, որ շատ ձայն է հավաքել, նաև ձևավորի իշխանություն։ Պետք է գնալ դա իմ կարծիքով։ Այդ իմաստով ուզում եմ ասեմ չի հաղթել։ Այլ է Վանաձորի դեպքը, որ դուք նշում եք, այո, այդտեղ ձեր ասածն է։ Այս իմաստով կուզենամ, որպեսզի Վանաձորում էլ 50% ճշմարտախոս լինենք, շատ ավելի հեշտ կլինի եւ շատ ավելի մեր օբյեկտիվությունը քաղաքացին կգնահատի։ Այդ նույն ոչ օբյեկտիվ վերաբերմունքը ձևավորվում է ոչ օբյեկտիվ Խնդրում վերականգնեք
Ընդունեցի Տիկին Կյուրեյան, դուք ճիշտ առաջարկ եք արել, մենք առաջիկայում անդրադառնանք այդ առաջարկին։ Հիմա այս նույն կեղծիքը տարածվում է մյուս ցեղասպանության եւ Լեռնային Ղարաբաղի բռնի տեղահանության հետ կապված։ Լավ, քաղաքացիները բոլորը տեսնեն, Հայաստանի Հանրապետություն տեսնել, որ օրինական իշխանությանը բռնի փոխել եք, ծափարել եք, ուրախացել եք եւ 10 օր հետո Եվլախում հանձնվել եք։ Որտեղ է այդտեղ իշխանության մեղքեր, ուզում եմ պարզ բեդ քաղաքացին, Հայաստանի Հանրապետության քաղաքացին, սա տեսնում եւ լսում է եւ հասկանում է, որ չի կարելի դες կեղծիքների գնալ։ Կամ ցեղասպանության ուրացման մասին բազմիցս իշխանության ամենաբարձր մակարդակով ասվել է, որ որևէ մեկը չի կարող Հայաստանի Հանրապետություն ցեղասպանություն ունենալ, որովհետեւ քրեորեն դատապարտելի արարք է դա։ Դա մոռաց ոչ ոք չի կարող մոռանալ։ Բայց եթե դուք ուզում եք ծայրահեղ քայլեր անեք, այնքան որ կարողանաք քաղաքական այս իրավիճակը վիժեցնեք ի վնաս Հայաստանի Հանրապետության, չի հաջողվելու դա, որովհետև գործող իշխանությունը հստակ քաղաքական գիծ ունի։ Ես այն ինչ որ պետք է ասել, ցավոք սրտի չեմ կարող ասել, զուտ այն պատճառը, որ ստիպված պետք է մենք կեղծիքները մեկնաբանենք։ Իմ խնդիրները գյուղական բնակավայրերի վերաբերյալ, քանի որ արդեն ուշ ժամանակը լրացավ, մեկ ուրիշ անգամ շնորհակալ